Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանի եւ Անուշ Պողոսյանին, ով Արցախից բռնի տեղահանված է։ Բարի ձեզ հարգելի հյուրեր, շնորհակալ եմ մեր տաղավարում գտնվելու համար։ Մենք մոտավորապես երևի մի 10 օր առաջ ձեզ հետ հաղորդում ենք ունեցել եւ նորից անդրադարձել ենք արցախցիների խնդիրներին եւ այդ ժամանակ դուք արդեն պլանավորել եք, որ պետք է հանդիպեք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ եւ արցախցիները, ովքեր որ ձեզ դիմել են, այս փաթեթը հիմա ես տեսնում եմ ձեր ձեռքի տակ, խնդիրներով պետք է հանդիպում ունենայք։ Եղավ հանդիպումը, թե չեղավ, ինչ արդյունքներով եք եկել եւ Անուշ Պողոսյանը այսօր ինչու է մեր հարթակում։ Հարգելի Անուշ Պողոսյան, խնդրեմ ներկայացրեք, թե երբ եք տեղահանվել։ Ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան, խնդրեմ ձեր ուշադրությանը, որ ձեր փոխվարչապետը ասում է բոլորը ստացել են աջակցություններից, ձեր նախարար Նարեկ Մկրտչյանը, խնդրեմ տվյալ պարագայում քաղաքացին այստեղ տաղավարում գտնվելով որպես կենթանի վկա եւ տվյալ պարագայում 102 ընտանիքներ այսօր եկել ենք ժողովրդական լեզվով ասած բարաթով չեն ստացել 100-ականներ, 50-ականները, 40+10-ականները, հա, տվյալ պարագայում ձեր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խուսափում է, թե տվյալ պարագայում ոչ թե ժամանակ չունի, այլ ցանկություն չունի մեր քաղաքական ուժի հետ հանդիպելու, թե ոնց հասկանանք այդ իրավիճակը։ 3 շաբաթ առաջ բողոքի ակցիա իրականացնելով եւ հայտարարելով, որ ձայնագրություն կհրապարակենք, հա, Նիկոլ Փաշինյան, տվյալ պարագայում Արման Ադիլխանյանը ընդունում է մեզ երկու Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, այն քաղաքացիների, որ 2023 թվականի կառավարության որոշմամբ, հա, սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված քաղաքացիները պետք է ստանային Անուշ Պողոսյանը վկա եւ այս բարաթը վկա, բայց ցավոք սրտի 102 քաղաքացիներ մինչ առ այսօր, նաեւ այստեղ կան դիմումներ, որ այդ դիմումներում կա նաեւ դիմում, որտեղ որ մեկ դիմումով ներկայացրել է ընտանիքից 6 հոգի չի ստացել 100-ականը։ Եվ տվյալ պարագայում ձեր փոխվարչապետը, որ խոսում է, այսքան ընտանիք ստացել են, այսքան ընտանիքի այսքան աջակցություն են կարել։ Նախ Պաշտոնական գրությամբ 2 անգամ, հա, Տիգրան Խաչատրյան, փոխվարչապետ, ձեզ դիմեցինք, որպեսզի հանդիպենք, բայց տվյալ պարագայում ձեր աշխատակցուհի Նելին ասեց փոխվարչապետը զբաղված է, գործուղման է։ Չեք մտածում, որ Եվրախորհրդարանի падգամավորների անձնական էլեկտրոնային հասցեները ունենալով այս ամենի հետ կապված պաշտոնական զեկույց եւ գանգատ կներկայացնեմ միջազգային կառույցներին։ Դուք ոնց հասկանում եմ կրակի հետ եք խաղում կամ մտածում եք կատակում է Արսեն Սարգսյանը, բայց չարաչար սխալվում եք։ Ես ոչ թե խոսում եմ որոշ քաղաքական ուժի ղեկավարների նման, այլ նաեւ գործում։ Շուտով դա կհամոզվեք։ Մի ճշտող հարց, արցախցիները, որ նստածույց են ազատության հրապարակում իրականացնում, նրանց հետ եղել է այդ հանդիպումը, վրանները խփած, մարդիկ նստած են, իրենց խնդիրների մասին խոսում են եւ որքանով տեղյակ եմ, Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպում ունեցել են, խնդիրների մասին ասել են, որ անպայման պետք է քննարկումներ լինի եւ նույնիսկ առաջարկել են 40+10,000 դրամի ծրագիրը 1 ամսով երկարացնեն, իրենք էլ վրանները հավաքեն։ Հիմա դուք իրարից առաջ ուզում եմ հստակեցնեմ, դուք միմյանց հետ կապ չունեք, դուք միանշանակ ոչ, ում հետ կապ ունենամ, Ալբերտ Բազեյանի, որը որ ասում է իշխանափոխություն ենք անելու, Արցախը ազատագրելու ենք, այդ ինչով, ավտոմատներով, հա, Ալբերտ Բազեյան, բա տվյալ պարագայում 44 օրյա պատերազմի ժամանակ որտեղ էիք, հա? Հադրութում երբ որ ֆոսֆոր էին թափում, որտեղ էիք, երբ որ 5500 բազմազավակ ընտանիքների իրավական եւ սոցիալական խնդիրներ էր լուծում, մեր հասարակական կազմակերպությունը, մեր քաղաքական ուժը, մինչ առ այսօր չունենալով գրասենյակ, ակետից բեկետը շարժվելու հնարավորություն, որտեղ ենք հանդիպել, հարգելի Անուշ Պողոսյան, խնդրեմ ներկայացրեք։ Լավ, հիմա հասկանանք ինչու Անուշ ինչու եք դիմել Արսեն Սարգսյանին, այսինքն բոլոր պատկան մարմինների դռները թակելուց հետո նոր որոշ
որոշել եք դիմել այն ժամանակ հասարակական կազմակերպություններ Ոչ, արդեն քաղաքական ուժ էր։ Ես Ինչու՞։ Արցախից տեղահանված եմ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հաշմանդամ տատիկիս հետ մենք տեղահանվել ենք Մարտունու շրջան Ճարտարից։ Ես ամենտեղ դիմել եմ էմիգրացիոնին, սոցապը, դաժե Գեղամ Ստեփանյանին, Սերյան Օհանյանին, ոչ մեկ Հարգելի Անուշ Ոչ մեկ չի Պողոսյան, օգնել։ որ զանգահարել եք Գեղամ Ես- Ստեփանյանին, այն ցույց անող, որ յանամ թե Արցախի ժողովրդի շահերն ա պաշտպանում, ինչա ձեզ պատասխան է հեռախոսազանգի ժամանակ, խնդրեմ Գեղամ ներկայացրեք։ Ստեփանյանը ինձ պատասխանեց, որ որտեղից ես քեզ տեղեկանք տամ, եթե գոյություն չունի Արցախ շտաբ։ Իսկ դուք որտեղից եք կարողանում այդ տվյալները հայթայթել եւ այս գործերը միտեղ համախմբել։ Ես ինքս եմ Այսինքն Ես ձեզ դուք նույնիսկ սոցիալական ֆոտոթղթերը վերցրեք, եկեք, մենք նայենք, Ոչ, տեսնենք ինչով ոչ, կարողանանք ոչ։ ձեզ ընդառաջել։ Նույնիսկ այս վրանները, որ հիմա կան այդ Ոչ։ ոչ մի դեպքում Ոչ ձեզ մեկ։ Գեներալիտետ падգամավորը ինչ է ասել ձեզ։ Մեզ ոչ մեկ չի կարողանում օգնի, դրա Ում համար եք դիմել դիմել եմ բացի Գեղամից։ это Սերյան Օհանյանին եմ դիմել, ասելա որ WhatsApp-ով ուղարկի ձեր փաստաթղթերը ու մինչև առ այսօր ես սպասում եմ իր պատասխանին։ Արդյոք ինքը կարա օգնի թե չէ, որովհետև ինքը այդ հնարավորությունը ունի Հիմա Արցախից հասկանանք, տեղահանված ամուշ ինչպես մարդկանց։ է գոյատևում այդ դեպքում, եթե ծրագրերից ոչ մի ձևով չեք կարողացել օգտվել։ Տատիկիս գումարով։ Ես Այսինքն ուզում եմ շատ աշխատեմ, բայց ինքը հաշմանդամա իրան չեմ կարող թողնել։ Այսինքն տատիկի թոշակով, իսկ վարձով եք մնում, թե ինչ որտեղ ձեզ Ես վարձով չեմ մնում հիմա։ նկատի ունեմ բնակարանային պայմանները ինչպիսին են, որտեղ եք Նորմալ, մնում։ նորմալ։ Այսինքն կարողանում եք տանիք ունեք եւ կարողանում եք ձեր Այո, գոյությունը պաշտպանել, բայց ամեն դեպքում մարդիկ ունեն խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել, եթե չեք լինում որպես տեղահանված։ Եթե ես Արցախից տեղահանված եմ, հարց, ինչի համար են մեզ, ասենք, անուշադրության Մատներ։ այո, ու շատ 102 ժողովուրդ հա, հասարակություն կա, մարդիկ կան, որ դրա կարիք իրանք ունեն։ Ինչ են անտեսում։ Հիմա հասկանանք, արցախցիներին մերժում են, այսպես է ստացվում, ես չեմ ուզում հայաստանցի արցախցի այդ տերմինը օգտագործել, բայց եթե ձեզ մերժում են նրանք, դա ովքեր օլիգարխիան եւ նկատի ունեմ, եթե առաջին օղակը, որտեղ արցախցիներն են, այսինքն Արցախի պատկան մարմիններն են, որ այդ խտաբանությունը հնարավոր է շտկել, կարգի բերել, նրանք մերժում են անուշին։ Այդ դեպքում ինչպես է ստացվում, որ Արսեն դուք կարողանում եք օգնել եւ հնարավոր է Միշտ Արսեն Սարգսյանը մեր բոլորիս կողքին է, շնորհակալ ենք իրեն։ Հիմա հասկանանք, Արսեն ինչու են, մերժում են, չեն Ներողություն, կարողանում։ այսօր առավոտյան ինձ մի կարևոր տեղեկություն են ուղարկել։ Ուզում եմ անդրադառնամ այդ փաստին, հա, Տիկի Մարի ջան։ Ուրեմն երեք մի կարևոր հայտարարությամբ հանդես եկա Ալբերտ Բազեյանի հետ կապված ինձ ուղարկել են տակ։ Ուրեմն Մետաքսիա Հակոբյանը իր նկարով խնդրեմ հայտարարություն ա տարածել։ Արցախի սահմանադրության մեջ փոփոխություններ կկատարվեն։ Ներողություն։ Չնախագահ Սամվել Շահրամանյան, այդ որ Արցախի, այն որ գնացիք տվյալ պարագայում սեպտեմբերի 19-ից առաջ փաստաթուղթ ստորագրեցիք, ուր է Արցախը եւ հիմա որտեղ են արցախցիները։ Եվ տվյալ պարագայում ձեր Գեղամ Ստեփանյանը մարդու իրավունքների պաշտպանը, խնդրեմ, քաղաքացին վկա, Անուշ Պողոսյանին ասում է Արցախի օպերատիվ շտաբ չկա։ Էդ ինչ սահմանադրություն եք փոխում, հա? Հայաստանի մեջ պետություն եք ստեղծում, եկել եք Հայաստան, տվյալ պարագայում ձեր իշխանությունները, հասարակ ժողովրդի հետ ես բացարձակ քննադատության որևիցե թեժ չունեմ, որովհետև Հայաստանի Հանրապետության մասնիկ են կազմում ու իրենց հայրենիքն է նաև Հայաստանի Հանրապետությունը, ինձ համար չկա արցախցի, հայաստանցի, վանոձորցի, կիրովականցի, գյումրեցի, կա յան ազգանունը կրող հայ եւ մեկ հայրենիք։ Այդ կարծրատիպերը 90-ականներից ի վեր ճակերտավոր դասական լևոնիզմից սկսած Քոչարյանա Սերժա եւ Ղարաբաղյան կլանի էլիտայի միջոցով դուք եք այդ կարծրատիպերը ստեղծել Արցախցի, հայաստանցի։ Արսեն, հիմա գալիս ենք թեմային։
Հիմա ես հասկանում եմ, դուք վրդոված եք, բայց անդրադառնում ենք Ցավը թեմային։ նրանում է, որ այս մարդիկ բացարձակապես Անուշ Պողոսյանի նման քաղաքացիներից սկսած եւ շատերից վերջացած ոչ մի հարցում չեն օգնել եւ փորձում են բոլորի, հա, հոգեբանական ներաշխարհի վրա խաղալով տվյալ պարագայում եթե աջակցությունները, ինչու են մեղադրում իշխանություններին, արդեն անցել եք, պաշտոն եք ուզում։ Նեղություն 21 թվականից ԱԺ-ում գտնվող անդիմություն։ Դուք անդիմություն եք։ Քանի ռեֆորմ եք արել ի բարօրություն Արցախի տեղահանվածների խնդիրների լուծման։ Քանի տվյալ պարագայում ծրագիր եք ներկայացրել ի բարօրություն տվյալ պարագայում այնպես է Արցախից բռնի տեղահանված տուն-տեղ կորցրած ժողովրդի կամ ընդհանուր Յան ազգանունը կրող քանի քաղաքացու տրանսպորտը թանկացրեցին, հելակ ցույց արեցիք, տվյալ պարագայում ոչ մի խնդիր չլուծեցին։ Խնդիրները չեն լուծվում, այդ խնդիրներին մենք կանդրադառնանք հիմա քանի որ արցախցիների թեմանն է մեզ ավելի շատ այս պահի դրությամբ Անուշին էլ բերել ենք տաղավար, խոսենք հենց դրանից։ Այս ես 102 այդ փաթեթի մեջ ինչ խնդիրները, միայն աջակցության խնդիրների մասին է։ Այո, միայն հարյուրականների, որ 23 թվականի սեպտեմբերի քանիսին է տեղահանվել։ Ես 27-ին, սեպտեմբերի 27-ին 2023 թվականին ես տեղահանվել եմ։ Իսկ ինչպես եք հավաքագրել տեղեկությունները, իրենք են ձեզ դիմել, թե դուք տուն արտուն, այսինքն այս մարդիկ Գեղամ Ստեփանյան մեծ լսարան, մեր կուսակցության հեռախոսը համարը, քանի որ միշտ հասանելի է, 10:00-ից մինչև 18:00, ժամանակ առ ժամանակ 18:00-ից հետո, երբ որ քաղաքացին թեկուզ զանգահարում է ժամը երեկոյան 8-ին, անձամբ ես եմ պատասխանում եւ նրանք են դիմել, նրանք են ձեզ նման դիմել։ Հրավիրել եմ, գալիս են մարդիկ այգում, սրճարանում, հա, տվյալ պարագայում մի հատ փոքրիկ սեղանի շուրջ նստած, մեկ գավաթ սուրճի շուրջ նստած, ոնց է Մանուշ Պողոսյան, որտեղ ենք հանդիպել։ Դրսում բոլորս հավաքվել ենք, դիմումները գրել ենք, եղել էր Մալայցիա, հա, շուկայի մոտ։ Մալայցիա Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի այգում։ Ասեն հիմա եթե առաջարկ լինի այդ փաթեթով գնալ վրաններ, որտեղ հավաքված են եւ արցախցիները շարունակում են նստածույցը։ Դուք ասում եք ես ում հետ գնամ։ Ինչի այնտեղ չկան մարդիկ, որոնց հետ կարելի է Նեղություն, եթե Գեղամ Ստեփանյանը մարդու իրավունքների պաշտպանը, հա, որը որ պարտավոր է, ես որպես քաղաքական ուժի ղեկավար նեղություն։ Հերքում է եւ ասում այս մարդիկ ինձ չեն դիմել։ Դիմել եք։ Ես դիմել եմ, անձամբ ես դիմել եմ, ինքնասել Իմ ներկայությամբ զանգահարել եք, ես էլ լսել եմ։ Մյուս հեռախոսով։ Բարձրախոսով, մյուս հեռախոսով, բարձրախոսը միացրած ես լսել եմ, որ Գեղամ Ստեփանյանը ասել է նեղություն, Արցախի շտաբ չկա, Արցախ չկա, որտեղից ձեզ տեղեկանք տամ։ Իսկ որտեղից պետք է տեղեկանք տա, եթե Արցախի շտաբ չկա։ Եթե չկա, բայց ի՞նչ սահմանադրություն են փոխում Արցախի։ Բա եթե չկա, Սամվել Շահրամանյան, բայց պետնախարար Կարեն Սարգսյանն է նշանակում, հա, լիազորություն եք երկարացնում, մի հատ բացատրեք հասկանանք, եթե Արցախը լուծարել եք, այդ ինչի շնորհիվ եք տվյալ պարագայում պետնախարարի կամ, չգիտեմ, Տեր Վրթանեսը Արցախի թեմի առաջնորդ ասում է, որդիս Սարգսյան ջան, ասում է ինչու չեք ուզում գաք, այստեղ մենք ձեզ դալիճ էլ կտրամադրենք, հասկանում եմ, որ պատերազմից հետո կուսակցությունը հիմնելով ձեր ջանքերով չունենալով ոչ մի աջակցող, ոչ մեկ, փողոցում այգում տեսնում եմ, հավաքում եք, մյուս եք անում, ժողովրդի խնդիրները լուծում եք, եկեք ստեղ կտանք, նեղություն, ում հետ գնամ համագործակցեմ։ Այն մարդու, որը որ Արցախը սեպտեմբերի 19-ին, հա, ժողովուրդը տեղահանվելուց հետո զենք զինամթերքը բանջիկ արասնավիրեց Ադրբեջանին թշնամուն, այդ մարդկանց հետ գնամ համագործակցեմ։ Հիմա հասկանանք, ինչու են այս 102 մարդիկ, այս 102-ը Նորից ու նորից կրկնում եմ, խնդրեմ, փոխվարչապետ Արման Ադիլխանյանի հանձնականով հանդիպեցին կառավարության 7 մասնաշենքում, մեզ եկան սոցիալ նախարարի, այսպես ասած, Նարեկ Մկրտչյանի հանձնականով եկան մարդիկ, ինչ ասեցին, մենք չենք կարող ձեր հարյուրականները լուծենք, գնացեք օգտվեք թազանոր բանը, ծրագրից, Իսկ այդ ծրագրից օգտվելու համար նորից փաստաթղթերը պետք են։ Միանշանակ։ Եթե քաղաքացին սա չի ստացել,
Սեպտեմբերի 19-ից տեղահանվելուց հետո ի՞նչը ստանա, որը ստանա։ Մեզ անտեսում են, հասկանում եք։ Հիմա ուզում եմ հասկանալ, եթե իրենց անտեսում են որպես արցախցիներ տեղեկանքը չեն տալիս, այդ դեպքում ինչ ենք պահանջում մեր իշխանություններից։ Չէ՞ որ այդ տվյալները պետք է Ներողություն, Եվգենիա Վարդանյանը, սոցիալ եւ աշխատանքի նախարարության աշխատակիցը ինչ ասեց ձեզ տեղեկանքի հետ կապված։ 2024 թվականին, անցած տարի տեղեկանքների հետ կապված ինչ ասեց։ Տեղեկանքների համար ասեց, որ նոր տեղեկանք պիտի բերեք, նորից Արցախ շտաբից շեշտեցին, որ Արցախ շտաբից պիտի տեղեկանք բերեք։ Ես որտեղից բերեմ, եթե ինձի չեն տալի։ Բայց ես տեղեկանք ունեմ։ Իհարկե մեր գյուղի քաղաքապետն է տվել։ Բայց դա ասում է այնպես է, բավարար չի։ Այլ Ես Արցախի վկայական օպերատիվ ունեմ, շտաբից որ իմ տատիկս իր տունը ինձ նվիրատվություն է տվել 2023 թվականի մայիսի 15-ին։ Ես այդ փաստերը ունեմ։ Չգիտեմ ինձանից ինչ են ուզում։ Այսինքն չկա Արցախի շտաբը, չկա տվյալ Արցախցին եւ այս Արցախցու գումարները չի կարողանում կառավարությունը տրամադրել, որտեղ Այսինքն ստացվում է այնպես, որ տվյալ պարագայում ես մի պարզ բան եմ նաև հասկանում, նաև այնպես է, մի անմահացած հերոսի մայր նշեց, որ ես նաև տեղեկություն ունեմ, ասեց, խնդրեմ, ձեզ հետ WhatsApp-ով որ զրուցում էինք խմբում, որ ասեց 16 թվականին Արցախից տեղահանված անձին գնացել են Ռուսաստանի Դաշնություն, դրանից հետո այդ մարդիկ եկել են սեպտեմբերի 19-ին, գրանցվել են, այսինքն մարդը բացակայել է երկրից, բայց տվյալ պարագայում չի եղել Արցախում, Արցախից սեպտեմբերի 19-ին չի տեղահանվել, այլ եղել է այլ պետությունում, բայց եկե ստացել է աջակցության գումար, բայց այսօրվա դրությամբ 102 հոգի չի ստացել։ բացատրությունը ո՞րն է։ Բացատրությունը չեն կարող տալ, որովհետև անձնագրային եւ վիզաների էմիգրացիայի եւ քաղաքացիության ծառայության աշխատակիցը Դիանան ինչ ասեց ձեր հեռախոսի Իմ հեռախոսի համարը Դիանան վերցրեց, որ ես ձեզ կզանգեմ, բայց արդեն երևի 10 օր է, ես սպասում եմ Դիանայի զանգին։ Ասեն ես կխնդրեմ անուն ազգանուններ մի քանիսը կարդալ եւ ցույց տալ մեր տաղավարից, թեկուզ ասում է այդպես փաստերը, ովքեր են ձեզ դիմել։ Էլմիրա ներողություն կկարդաք, ձեռագիրը չհասկացա։ Ասրյանից։ Էմա Սամսոնի Միրզոյանից, ուրեմն որտեղից է։ Մի վայրկյան, 1 րոպե։ Ստեփանակերտ։ Քաղաք Ստեփանակերտ։ Մի քանիսը ասեք։ Թադևոսյան Նարինեից, Մարտունու շրջան։ Մարինե Իսախանյան։ Ելենա Գրիգորի Սարգսյանից։ Այս պայդրությամբ հաշվառվածակոտ այքի մարզ Նայրի Եղվարդ համայնքում։ Մարտունու շրջան։ Մեր մոտից։ Անահիդա Թովմասյան, Ստեփանակերտ։ Խնդրեմ, այս նաև դիմումում 6 հոգի են ընտանիքում, որ չեն ստացել։ Նարեկ Էրիկի Սարգսյանից։ Այս պայդրությամբ գտնվում է Սյունիքի մարզ, Թարաունջ գյուղում։ Ստեփանակերտ։ Կարինե Շեկյանից, Արարատի մարզում այս պայդրությամբ հաշվառված, քաղաք մասից նոր թաղամաս 24 շենք 48 բնակարան, Ստեփանակերտ։ Խնդրեմ, սա էլ այնպես է գյուղապետի տված տեղեկանքը իր ստորագրությամբ։ Ես էլ ունեմ։ Բայց ասում են կներեք, գյուղապետինով չի անցնում, պետք է օպերատիվ շտաբը տա։ Այո, մեզ էլ են ասում։ Այստեղ 7 հոգի չի ստացել, Լիլիթ Ազիյանից։ Ստեփանակերտ կրկին։ Հիմա ինչպես ենք հանում, որ այս մարդիկ կարողանան աջակցություններից օգտվել։ Որն է լինելու լուծումը։ Եթե դիմել են ձեզ, նշանակում է դուք ինչ որտեղ տարբերակներ ունեք։
Ինչպես են Եթե 5500 բազմազավակ ընտանիքների խնդիրներին սեպտեմբերի 19-ից մինչև առ 2024 թվականի նոյեմբեր ամիսը լուծել ենք, միանշանակ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս մարդկանց խնդիրներին լուծում տրվի։ Ձեր տաղավարից, ձեր հեռուստատեսության եւ ձեր տաղավարից ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանին։ Ինչքան էլ փորձեք իմ վրա եւ մեր քաղաքական ուժի վրա, չգիտեմ, ինչ որ քայլերով ճնշումներ գործադրեք կամ որևիցե մի բան, չմոռանաք, որ ձեր առջև նստած է իրավագետ 2008 թվականին տարբեր պետական կառույցներում աշխատած մարդ։ Բացի այդ հայտարարում եմ, շատ ճկուն դիվանագիտությամբ այս հարցը կհասցնեմ մինչև անգամ Եվրախորհրդարանի падգամավորներին։ Մի հասցրեք նրան, որ տվյալ պարագայում կարմիր գծերը բոլոր հատվեն։ Ինձ համար չկա արցախցի հայաստանցի, նորից եմ կրկնում։ Ինձ համար կա խնդիր, կլինի Արցախից տեղահանված, թե կլինի Գյումրիում, դեռ դոմիկի մեջ ապրող մարդ, որը որ այս վերջերս դիմել է, ուղարկել եմ ձեր կառավարությանը եւ փորձել եք այդ հարցին լուծում տակ, քաղաքացին 3 զանգարելից։ Ուրեմն այս հարցն էլ բարի եղեք, ինձ հետ կուզի ձեր փոխվարչապետը չհանդիպի, տվյալ պարագայում ձեր արարողակարգի Էսթեր Սահակյանը, կասի գնացեք հանդիպեք սոցիալ նախարարի հետ, Նարեկ Մկրտչյանի անցած տարի, խոսափում եք իմ հետ հանդիպումից, բայց շատ շուտով կբացեն փակագծեր հաջորդ տաղավարի հաջորդ հարցազրույցի ժամանակ։ Հիմա դուք ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյան, այսինքն այս մեր հարթակից դուք տեղեկացնում եք Նիկոլ Փաշինյանին, որ փոխվարչապետը եւ նախարարը նրան ճիշտ տեղեկություններ չեն փոխանցում։ Եվ այս մարդիկ եկել ենք փաստերով, եկել ենք ժողովրդի լեզվով ասած բարաթով, այսքան դիմումներով, Այնպես սա փաստ է, որպես ապացույց։ Ասեն իսկ ինչու մամուլի մյուս միջոցներին այս դիմումները չեք ներկայացնում։ Ամեն դեպքում Անուշ Պողոսյան ջան, երբ որ եկան տվյալ պարագայում կառավարության դիմաց մնացած լրատվականները, գրել էին արցախցիները ցույց են անում։ Ներողություն, եթե արցախցիների շահերը պաշտպանող քաղաքական ուժը բարձրաձայնում է, դուք վերցնում եք լրագրողի էթիկան խախտում եք, տվյալ պարագայում գրում եք արցախցիները ցույց են անում, այսինքն արցախցիները իրանք եկել էին ցույց էին անում առանց ինձ, ներողություն, ես ձեզ հետ եմ եղել, թե ոչ։ Միշտ, պարոն Սարգսյանը, հաջորդ քայլը որն է լինելու։ Ում եք դիմելու։ Հաջորդ քայլը դիմելու ենք բոլոր դեսպաններին, եթե այս հաղորդումից հետո որևիցե քայլեր չձեռնարկվի եւ տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը իր փոխվարչապետին եւ սոցիալ նախարարին, իդեպ Նիկոլ Փաշինյան, ուզում եմ այս տաղավարից հայտարարեմ, այդ որ ձեր նախարարները, ձեր падգամավորները շատ հաճախ քնում են իմ Facebook-յան եւ Telegram-յան ալիքներում, հայտարարեք თუ այս խնդիրներին լուծում տան, ոչ թե քաղաքական ուժը վերցներ իրավական եւ սոցիալական տարբեր այս խնդիրներով զբաղվեր։ Չնայած ես ինքս չեմ հրաժարվում, որպես քաղաքական ուժի ղեկավար ես իմ պարտքն եմ համարում ցանկացած Յան ազգանունը կրող քաղաքացու կողքին կանգնելու եւ հավասարը հավասարի հետ ինձ համար քաղաքական գործունեությունը մինչև զբաղվել ինձ համար ամենաառաջնայինը ազգային գաղափարախոսությունն է իշա ազգի, իշա պետության, իշա արդարության վերականգնման։ Անուշ, հիմա հարցս ձեզ ուղղեմ։ Դուք Մարտունու շրջանից եք, գյուղ Ճարտար, իսկ համագյուղացիների հետ լինում է, ասենք, ստացվում է հանդիպումներ ունենում եք, նրանք ինչ պայմաններում են հիմա։ Նրանք ովքեր օգտվում են այս ծրագրերից, նրանց պայմանները նորից դժվար են ապրում։ Իսկ այն 40+10, երբ որ հանեցին, նրանց վիճակը ավելի է վատացել, թե կարողանում են։ Կան ընտանիքներ, որոնք չեն ստանալու 40+10, ասենք 40,000-ները իրենց համար շատ դժվար է լինելու։ Իհարկե։ Ընտանիքը շատ մարդիկ են, ասենք բազմազավակ են, ենթադրում են, որ եթե գյուղից են, հիմնականում գյուղական միջավայրում մի քիչ ավելի են, ապրում են տատիկների, պապիկների, թոռնիկներով, իսկ աշխատանք ունենում են, աշխատանք ունեն, աշխատում են, կան մարդիկ, որ աշխատում են, իհարկե, միանշանակ։ Իսկ ինչպես է հանրության տրամադրությունը ձեր հանդեպ, որտեղ
որոշակի ձևով ատելության խոսք են, այսպես ասած, Գիտեք, ես խեմ ջղայնանում, որ անտեսում են մեզ։ Ինչ գիտեն իրանց ինչա սպասվում։ ովքեր են անտեսում են Ես էմիգրացիոնի դիմել եմ, սոցապը դիմել եմ։ Вот մեր գյուղացիներ Արցախից, հա, Գեգամ Ստեփանյանը, Սերյան Օհանյանը, որ իրենք հնարավորություն ունեն մեզ օգնելու, քիչ են օգնում։ Այսինքն դու կոնկրետ մարկանց եք դիմել, հույս ունենալով, որ Միանշանակ ես ունեմ փաստերը։ Ինձանից ինչ են ուզում։ Էմիգրացիոնին ասում է, «Էլ ինչ կարաք դուք ապացուցեք, որ եղել եք Լեռնային Ղարաբաղում»։ Ես էլ ինչ ապացուցեմ, երբ որ ես վկայական ունեմ, ես ունեմ սեփականություն, տեղեկանքը ունեմ, ինչ ցույց տամ։ Աշխատակցուի Ձիաննան ասում է կարող եք բերել նկարներ, փաստեր, որ կփաստի կապացույցվի, որ դուք տվյալ պարագայում եղել եք Արցախում։ Ուղղակի դա ծիծաղելի է։ Ինչից է ելնում այդ խտաբանության այդ պահանջները։ Ինչ կա այստեղ գործի մեջ ինչ որ կա, ինչ որ մի բան որ կիսատ է, որ դրանից է կարճում։ Նորից ուզում եմ անդրադառնալ, թե փոխվարչապետի աշխատակազմը, թե սոցիալ եւ աշխատանքի նախարարությունը քաղաքացիներից ուզում է օպերատիվ շտաբից տեղեկանք առ այն մասին, որ այս քաղաքացիները տեղահանվել են սեպտեմբերի 19-ին 2023 թվականին։ Շտաբը երբ է լուծարվել, շտաբի աշխատանքները երբ են դադարեցվել։ Նկատի ունեմ դուք շատ ուշ եք իրենց դիմել, որ շտաբը չի եղել։ Տեղեկացնեմ ամենակարևորի մասին։ Ես դիմել եմ երևի մի 4 ամիս առաջ։ Այսինքն դուք շատ ուշ եք դիմել, իսկ ինչն է։ Բայց ոչինչ, ես որ սեպտեմբերի մենք տեղահանվել ենք հոկտեմբեր։ Ուրեմն էմիգրացիոն ծառայության աշխատակիցը, ինչպես նաև սոցիալ եւ աշխատանքի նախարարության աշխատակցուհին, մեզ ասաց, որ այնպես է 2024 թվականի մինչև վերջի ամիսները, մինչև օկտեմբեր տեղեկանք են բերել։ Ներողություն, եթե տվյալ պարագայում տեղեկանք են բերել, այս 102 քաղաքացիներին ինչի չեն տրամադրում։ Զրույցի ժամանակ էր այդ խոսքը գնում, ասաց որ ով ասեց, եթե չեմ սխալվում, էմիգրացիոն ծառայության աշխատակցին։ Այո, ու զարմացած ինքը զարմացած էր, որ ոնց են ասել, որ Արցախի տեղեկանք, Արցախի շտաբ չկա, եթե մարդիկ բերում են այդ տեղեկանքները ու ֆալշիվի փեչատներով։ Ուզում եմ հասկանալ, ինչու Անուշը այն ժամանակ երբ մարդիկ դիմում էին, այդ ժամանակ չեք դիմել եւ հիմա եք այսքան ուշ եք դիմում։ Իմ հույսս էմիգրացիաներ, սոցապներ, ես չէի հասկանում, որ առաջի անգամ որտեղ եւ էմիգրացիոնին, երրորդ հարկ 2023 թվականին։ Դեռ Դիանան ինձ հիշել է։ Այսինքն 23 թվականից Անուշը սկսել է դիմել։ Միանշանակ։ Պատկան մարմինները բոլոր տեղերում ինձ ասել են, որ դուք նոր դիմել ե ձեզ։ Ձեր պատճառը, որ 049 կոդով անձնագիրն է, բայց 049-ով, 077-ով, Քյավառինը, եթե չեմ սխալվում, 099 մարդիկ այդ անձնագիրը ունեն ու ստանում են իրենց աջակցությունը։ Ինձ մի փոքր այստեղ լրացում, ինչ է նշանակում 047։ Ասեմ, ուրեմն Արցախի անձնագրերը, այնպես է, եթե չեմ սխալվում, 077-ով է, այո։ Իսկ կան քաղաքացիներ, որոնք որ տվյալ պարագայում եկել են ստեղ 2000-ական թվականներին, համալսարան են գնացել, քոլեջ են գնացել, կրթվել են, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության անձնագրային եւ վիզաների վարչության որոշման համաձայն այդ քաղաքացիներին գրանցել են այստեղ եւ գրանցել են, թե իրենք այստեղ են ստացել անձնագրը։ Չէ, գրանցել են այստեղ 049 տարբեր Հայաստանի Հանրապետության կոդերով անձնագրեր են տվել, բայց այնպես է կառավարության 2024 թվականի փետրվար ամսվա որոշմամբ նաև այդ քաղաքացիներն են օգտվել 40+10-ի աջակցությունից։ Իսկ այդ փաթեթի մեջ կան նորից այդ անձնագրերի հետ կապված։ Այո, կան, իհարկե կան։ Այստեղ կան մարդիկ, որ 100-ը ստացել են, բայց 40+10-ը 50-ականները չեն ստացել։ Այստեղ կան բազմաթիվ քաղաքացիներ Անուշ Պողոսյանի պես, որ տվյալ պարագայում ոչ 100-ն են ստացել, ոչ 50-ը, ոչ 40+10-ը։ Լավ, հիմա հասկանանք ինչ ենք անում։ Մենք որպես լրատվամիջոց ձեր կողքին ենք, պատրաստ ենք այս փաթեթը հատիկ այստեղ լուսաբանելու, մարդկանց խնդիրները վեր բարձրացնելու։ Ձեր կողմից ինչ քայլեր են ձեռնարկվում։
քաղաքական, իրավական, ինչպես նաև ուզում եմ անդրադառնալ ամենակարևոր փաստին, փետրվարի 7-ին սույն թվականի այս հարցով դիմել ենք նաև մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, 2 ամիս արդեն 3 օր է, բայց տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյան, ձեր մարդու իրավունքների պաշտպանը ժամանակ չունի, ուզում եմ հասկանալ մի պարզ բան, հա, ճշտենք ամենակարևորը, որպես Թավշյա հեղափոխության մասնակից, որպես սոցմեդիա հարթակում մեծ ներդրում ունեցող Թավշյա հեղափոխությանը, ուզում եմ հասկանամ, իշխանությունները փոխվեցին, բայց տվյալ պարագայում, ինչպես որ նախկին իշխանությունների օրոք, հա, ՄԻՊ-ը ծառայում էր նախկին իշխանությանը, հիմա ուզում եմ հասկանամ, հարց եմ հղում ձեզ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյան, ձեր ՄԻՊ-ը միայն ծառայում է ձեր իշխանությանը, դրա համար 2 ամիս արդեն 3 օր է բացարձակ չի ուզում արձագանքի մեր գրությանը, ոչ դրական, ոչ բացասական, այդպես է աշխատում ձեր ՄԻՊ-ը եւ տվյալ պարագայում ձեր կառույցները։ Արսեն, հուսանք, որ մեր այսօրվա հաղորդումը կհասնի համապատասխան մարմիններին, այս փաթեթի մասին կտեղեկանան, հուսանք, որ ձեզ կզանգահարեն, հուսանք, որ այս փաթեթները կհասնեն համապատասխան Զանգահարելու դեպքում այս քաղաքացիներին խնդրելու եմ, որպեսզի հարգելի Անուշ Պողոսյան բոլորին հավաքագրեք, անգլերեն, ուրեմն գրությամբ, հա, անգլերեն տառերով կգրեք ձեր բոլոր տվյալները, եթե մեկ շաբաթվա ընթացքում մինչև եկող 5 շաբթի Նիկոլ Փաշինյան, եթե տվյալ պարագայում այս հարցը չտրվեց լուծում, ձեր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ոչ թե զանգեն ասեն, պարոն Սարգսյան, եկեք, այլ պետքա խնդրեն, հակառակ դեպքում ես այս քաղաքացիների բոլոր տվյալները խնդրելու եմ քաղաքացիներին, որպես արևմտամետ, եվրոպամետ քաղաքական ուժի ղեկավար, այս խնդիրը արդեն բարձրացնելու եմ Եվրախորհրդարանի падգամավորների մակարդակով։ Հետո չնեղանաք ինձանից, չասեք, բա պարոն Սարգսյան, բա ոնց եղավ, որ սենց եղավ։ Այ հենց այտենց եղավ։ Դուք եք դրդում հասցնում նրան, ինչպես որ էմիգրացիոն եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալը դիմումը սա է, Նիկոլ Փաշինյան, այդ կրթվելը նորաձև է, ձեր տիկին Աննա Հակոբյանը, որ կրթում է, դիմումը այս սրանք են, այլ ոչ թե պաշտոնական գրությունը, որ ձեր էմիգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը չի տիրապետում, հա, պաշտոնական գրությունը դիմումից, եւ Ձիանան, խնդրեմ, քանի անգամ ներողություն խնդրեց։ Խնդրել, այո։ Հուսանք, որ այսօրվա մեր հաղորդումը տեղ կհասնի եւ ինչպես ասացինք, մենք պատրաստ ենք Անուշի նման մնացած բոլոր արցախցիներին տեսնել մեր տաղավարում, լսել նրանց պատմություն, ինչպես նաեւ բարձրաձայնել նրանց խնդիրները։ Հուսանք, որ այսուհետ ինչ որ արձագանքներ Հուսանք այս կոշտ հայտարարությունից հետո կառավարությունը հանձինս Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազանգեն եւ կցանկանան համագործակցել եւ այս 102 քաղաքացիների խնդիրներին լուծումներ կտան, հակառակ դեպքում միանշանակ տիրապետելով Եվրախորհրդանի падգամավորների անձնական էլեկտրոնային մեյլերին, այնպես է պաշտոնական գրությամբ կդիմենք իրենց այս քաղաքացիների։ Հուսանք դրան հարցը չի հասնի եւ կկարողանանք մեր խնդիրները լուծել մեր երկրի ներսում։ Շնորհակալություն եմ հայտնում Անուշ ձեզ էլ համբերություն, հուսամ որ կդառնա։ Ես եմ շնորհակալ տաղավար տրամադրելու, հարցազրույցի եւ ամեն ինչի։ Պատրաստ ենք եւ ասեմ, որ եթե հրավերը մեր չանտեսեն կամ մերժեն, այս պահեդրությամբ ընդունվել է հրավերը, շաբաթ օրը մեր տաղավարում է լինելու Արտակ Բեգլարյանը, ես խոստանում եմ նաև այս փաթեթի մասին իրեն անձամբ տեղյակ պահել։ Գուցե սա այլ տեղից կշարժվի։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք։ Ներողություն, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։